Աշխարհի ցանկացած երկրում գործող հայ եկեղեցու որևէ թեմ ենթակա է այդ երկրի օրենքին, լոյալ է այդ պետության սահմանադրական կարգին եւ ընտրված իշխանությանը։ Միացյալ Նահանգներում օրինակ, թե էջմիածնական, թե անտիլիասական թեմերը սիրեն կամ չսիրեն այս կամ այն նախագահին, չեն վերածվում քաղաքական պայքարի գործիքի եւ չեն կանգնում ժողովրդի քվեով ձևավորված իշխանության դեմ։ Սիրիայում իշխանությունը փոխվեց, Ասադը փախավ երկրից, եկեղեցին պահպանեց նույն բնական կարգը, գործեց օրենքի դաշտում եւ հարաբերություն կառուցեց Դամասկոսում հաստատված նոր իշխանության հետ։ Թուրքիայում հայոց պատրիարքությունը չի կարող լինել իշխանության դեմ ոչ միայն օրենքի, այլև ամենապարզ բանական տրամաբանության ուժով։ Եկեղեցին չի կարող իրեն թույլ տալ մտնել կուսակցական խաղերի մեջ եւ դառնալ ներքաղաքական բախումների մասնակից։ Նույնը Ռուսաստանի դեպքում։ Ինչ որ մեկի մտքով չի կարող անցնել, որ Ռուսաստանում հայ եկեղեցին կարող է հակառակվել Պուտինի կամքին։ Չի կարող եւ դա շատ բնական է։ Ուրեմն ինչու պիտի բացառություն լինի Հայաստանը, հենց այնտեղ, որտեղ մայրաթորն է գտնվում, բոլոր հայերի հոգևոր տունը։ Ինչու պիտի Էջմիածնի մի քանի եպիսկոպոսներ որոշեն, որ կարող են հակադրվել ժողովրդի ընտրությանը, զբաղվել կուսակցականությամբ, վերածվել մեկ ուժի, մեկ թեկնածուի կամ մեկ օլիգարխի քաղաքական հենարան, լինի դա Քոչարյանը, թե Սամվել Կարապետյանը։ Այսպիսի բան ուղղակի չի կարող տեղի ունենալ, ով էլ լինի լուսավորչի գահի ժառանգորդը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միակ օրինական չափանիշը պետք է լինի Հայաստանի պետականության հզորացումը, անվտանգությունը, դիմադրողունակությունը, ազգային համախմբումը։ Եկեղեցին պետք է լինի միասնության տուն, աղոթքի, ծառայության եւ բարոյական ուղեցույցի տեղ, ոչ թե կուսակցական տրոհումների, ճամբարների եւ քաղաքական հաշիվների մասնակից եւ գործիք։ Եկեղեցին ժողովրդի հոգևոր տունն է, հավատքի, աղոթքի եւ միասնության սյունը։ Պետությունը ժողովրդի իշխանության ինստիտուտն է, օրենքի, անվտանգության եւ պատասխանատվության համակարգը։ Երբ այդ սահմանը խախտվում է, վնասվում են երկուսն էլ՝ եւ հավատքը, եւ պետությունը։